Ինչպես ունենալ ավելի արագ ու հեշտ արդյունք ավտոմատացված տեխնիկայի միջոցով։ Շինարարական, հանքարդյունաբերական ու նախագծող ընկերությունների ներկայացուցիչները հավաքվել են մեկ վայրում, ստանալու այդ հարցերի պատասխանները, մասնակցելով ավտոմատացման լուծումներ կոնֆերանս համաժողովին։ Ընկերության փոխտնօրեն Արմեն Օսիպյանի խոսքով համաժողովի նպատակն է համախմբել այդ ոլորտի ներկայացուցիչներին, բարձրաձայնելու շինարարական ու նախագծման փուլերում առկա խնդիրները եւ դրանցից որոշներին տալ օպտիմալ լուծումներ, պանելային քննարկումների, պրեզենտացիաների միջոցով խթանել արդյունավետ քննարկումներ եւ ստեղծել հարթակ, որտեղ ոլորտի առաջատարները, փորձագետներն ու մասնագետները կարող են միավորվել եւ նպաստել վեր բարձրացնելու ոլորտում առկա խնդիրներն ու միասին գտնելու դրանց արդյունավետ լուծման ուղիները։ Նման միջոցառում կազմակերպում ենք առաջին անգամ եւ հույսով եմ ոչ վերջին, նման միջոցառումներ լինելու են շարունակական։ Այս պահին մենք ներկայացնում ենք տեխնոլոգիաները, որոնք որ բավականին մեծ փոփոխություն կտան մեր հայկական շուկայում, հետագայում կազմակերպել ենք թե ուսուցողական դասընթացներ, թե արդեն նոր տեխնոլոգիաների հայտ գալու դեպքում նաև նոր տեխնոլոգիաներ նույնպես ներկայացնելու ենք։ Մասնագիտական քննարկումների առանցքում շինարարության մեջ նորարարական լուծումներն էին հասկանալու, թե ինչպիսի տեխնոլոգիաներ կարող են առավել արդյունավետ դարձնել շինարարությունը Հայաստանում։ Կոնֆերանսի շրջանակում ներկայացվեցին ավտոմատացման համակարգեր, որոնք կիրառելի են եւ շինարարության, եւ գյուղատնտեսության, եւ գեոդեզիայի ոլորտում։ Կան արդեն տեխնոլոգիաներ, որոնք արդեն իսկ օգտագործվում են Հայաստանում մի քանի տարի է եւ ներկայացնում ենք նաեւ նոր տեխնոլոգիաներ, որոնք դեռ չեն օգտագործվում։ Ընկերության մասնագետները երկար տարիներ աշխատել են ոլորտում որպես առաջատար մասնագետներ, ղեկավարել ու զարգացրել են համապատասխան բաժինները եւ ուղղությունները։ Ունենալով երկար տարիների փորձ շինարարության ոլորտում, ընկերության հիմնադիր Տիգրան Խեչոյանը 2019 թվականից ակտիվ ներգրավել է ոլորտի ճյուղերի ավտոմատացված զարգացմանը։ Տարիների ընթացքում տարբեր մասշտաբի նախագծեր իրականացնելուց հետո եկել էր ժամանակը ստեղծելու սեփական ընկերությունը։ Արդեն 2 տարի է, ինչ թիմը իրականացնում է ջրամատակարարման, ջրահեռացման, դրենաժային համակարգերի եւ պոմպակայանների մոնտաժման աշխատանքներ։ Թիմը նաեւ սկսել է օդափոխության համակարգերի կառուցման եւ մոնտաժման աշխատանքներ։ Նպատակները շատ են։ Ունենալ, այսինքն իրականում առաջին ունենալ շատ որակյալ ճանապարհներ, որպեսզի նույն արտասահմանից նաեւ եկածները հասկանան, որ Հայաստանում ճանապարհաշինությունը եւ շինարարությունը իրականում զարգացած է։ Ընկերության տնօրենի խոսքով այսօր ավտոմատացման են գնում մեր կյանքում գրեթե բոլոր ոլորտները։ Ավտոմատացումը այլևս անխուսափելի անհրաժեշտություն է, որը զգալիորեն բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, ճշգրտությունը եւ կայունությունը։ Համախմբելով տարբեր ոլորտների մասնագետների, ընկերությունը ձգտում է ձևավորել համագործակցության միջավայր, որտեղ կիսվում են գիտելիքներով, ստեղծվում է համագործակցություն եւ ծնվում են բեկումնային գաղափարներ, ստեղծելու ամուր հիմքեր հետագա աճի եւ նորարարության համար տարբեր լուծումներով։ Մենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ իրենց ներկայացված նաեւ ներկայացուցիչների կողմից փորձում ենք առաջ բերել Հայաստանում նորարարությունը, օգնելով մեր գործընկեր կազմակերպություններին Հայաստանում զարգացնել ամեն յուրաքանչյուր ոգի ոլորտը։ Համաժողովին ներկա էին նաև միջազգային գործընկերները, որոնք նույնպես ներկայացրին իրենց ավտոմատացման սարքավորումները, որոնք նորություն էին հայկական շուկայի համար։ Մեծ հետաքրքրություն կա հարևան Վրաստանից ու Իրանից։ Համաժողովի վերջում տեղի ունեցավ հատուկ վիճակահանություն, որի շրջանակում ներկաներին տրամադրեցին 3 տեսակի զեղչ՝ 10%, 15% եւ 25%։